Հարգելի հայրենակիցներ, հարգելի նախագահող, ես պետք է ասեմ, որ գուցեև այս նախագիծը, այսպես ասած, տրամաբանության շրջանակներում արագ իրականացման համար արդեն իսկ բերվել էր ազգային ժողով, որը այսօր մեզ համար շատ ավելի, այսպես ասած, րոպեական պահանջ ունի եւ մենք դա դարձրեցինք, կարևորեցինք եւ ըստ ռեժիմի պետք է շատ արագ քննարկենք։ Իր բովանդակության մեջ նախագիծը խիստ անհրաժեշտ է դարձել եւ այսօր, այո, մենք պետք է հնարավորինս արագ քննարկման արդյունքում կյանքի կոչենք այն փաստաթուղթը, որով մենք հնարավորություն կունենանք ուժեղացնելու այն տարածքները, որտեղ այն սահմանամերձ տարածքները, որտեղ ամեն րոպե վտանգված են այն կարևոր օբյեկտները, որոնք մենք այս պահին պետք է նաև տանք ուրեմն արտակարգ իրավիճակների նախարարությանը խաղաղ ժամանակում վերահսկելու եւ ուժեղացնելու։ Ինչ խոսք նախագիծը կարծես թե բոլորի սրտով է եւ մենք ուզեցինք, որ անպայման այս նախագծի լայն քննարկման շրջանակներում, ինչպես կառավարության ներկայացուցիչը մանրամասը մեզ ներկայացրել էր նախորդ նստաշրջանում, բնականաբար որոշակի հարցեր առաջացել են եւ մենք ուզենայինք այդ հարցերի շուրջ որոշակի ուղղակի դիտարկումներ անել եւ որից հետո արդեն ամփոփենք ամբողջությամբ։ Մենք ուրեմն իրականում միավորելու ժամանակահատվածում ես առաջարկություն կանեի, որ քանի որ հարցադրումը կատարել էի եւ գիտեմ, որ այս պահին ֆինանսական որևէ փոփոխություն չկա, առաջարկություն կանեի, որպեսզի պարտադիր ֆինանսական լրջագույն ներդրումներ լինեն այդ փոփոխության արդյունքում, որպեսզի մենք կարողանանք նաեւ այն կարևոր ուրեմն օբյեկտները, որոնք պետք է պաշտպանվեն, կարողանանք նաեւ արդիականացնենք եւ միջոցները եւ հնարավորությունները։ Այսօր մենք կաղում ենք այդ հնարավորություններից, մեզ մոտ կարծես է ժամանակի ընթացքում ժամանակի հրամայականը բոլոր ուղղությունները չէ որ վերցվում է եւ մեզ համար լավ կլինի, որ ուրեմն ֆինանսական ներդրումներ նույնպես առաջանան այստեղ։ Գուցե եւ ազգային ժողովը առաջիկա ժամանակահատվածում բյուջեի քննարկումների կամ ընթացս ուրեմն հնարավորությունների շրջանակներում փորձի այստեղ ֆինանսական ներդրումներ անել, որպեսզի կարողանանք ավելի լրջագույն մոտեցում ցուցաբերենք։ Մեզ մոտ կար նաև այսպիսի մի մոտեցում, որ եւ ոստիկանությունը եւ արդարադատությունը պետական լիազոր մարմինները նույնպես կարող էին ուրեմն ներառվել այդ աշխատանքի մեջ, բայց ես կուզենայի հասկանալ ինչ մեխանիզմներով, ըստ երևույթին այստեղ բարձրացման խնդիր կա եւ մենք պետք է ավելի շատ կարողանանք ուշադրություն դարձնել սրան։ Ուրեմն արդիական համակարգ ստեղծելու համար բնականաբար բոլոր գործընկերները խոսեցին այդ մասին, կարծում եմ ամենաառաջին հրամայականը հենց դա կլինի նաև այսպես ասած այն հնարավորությունները, որոնք կներդրվեն, որպեսզի մենք կարողանանք արդիականացման համար որևէ մտահոգություն չունենանք։ Այն հիմնավորումները, որոնք կան նախագծում մեր սրտով է, մենք պարզապես ուզում ենք, որ համագործակցությունը շատ ավելի ուժեղ լինի, այսօր թե կամուրջները, թե ջրամբարները, որոնք խիստ անհրաժեշտ ուրեմն կարևոր նշանակության օբյեկտներ են, մենք պետք է դրանք փորձենք ուրեմն պաշտպանել, իսկ դրա համար ես կարծում եմ, որ այստեղ համատեղ երկու ուրեմն նախարարությունների հնարավորության շրջանակներում մենք դա պետք է կարողանանք անել։ Ես քիչ առաջ լսում եմ իմ գործընկեր Պարոն Մելիքյանին, որի երկու առաջարկությունները մեր սրտով են։ Մենք քանի որ մարզերում համագործակցության աշխատելու նաև բազմաթիվ, ասենք, այսպես քաղաքացիների հետ, իրենց հետ կապված այս երկու խոչընդոտը միշտ կա, եւ ես կարծում եմ, որ փրկարարում աշխատելու համար գուցեև ուրեմն վերապատրաստման միջոցով մենք կարող ենք պատրաստել նաև այն անձանց, որոնց կրթությունը, չգիտեմ, միջնակարգ է կամ տարիքի հետ կապված սահմանափակում կա, որտեղ շատ ու շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում են աշխատել այդ օղակներում եւ իրենց համար սրանք խստագույն սահմանափակումներ են, ինչը կարծես թե իրականում սահմանափակում է, որովհետեւ վերապատրաստումները մեծ հնարավորություն կտան։ Առաջարկության հետ ես ուզում եմ նաեւ ես ինքս միանամ, որտեղ ինձ էլ են բազմաթիվ անգամ, ես հենց շաբաթ օրը Վանաձորում նման առաջարկություն կար։ Մարդը ուզում է աշխատել այդ փրկարար ծառայությունում, բայց իրեն այդ առաջարկվող պահանջները չի բավարարում եւ ինքը չի կարողանում տեղավորվել այդ համակարգում, որը մեծ հնարավորություն կտա ուժեղացնելու փրկարար ծառայությունը, որը ամեն րոպե պետք է կարողանա ուրեմն համագործակցել պաշտպանության
նախարարության հետ եւ մենք ասված ոչ առած թե պատերազմական ժամանակահատվածում մենք կարողանանք ուրեմն այդ երկու ուժերը համախմբել։ Ես կուզենայի իհարկե որպես եւ մայր եւ որպես կին ինձ համար խիստ ցավալի օրեր են եւ ես շատ մեծ հոգեվիճակի մեջ էի այս քանի օրերի ընթացքում եւ շարունակվում է այդ գործընթացը ցանկացած կնոջ համար, մոր ով զավակ ունի, ով ամեն օր լսում է այն ցավալի լուրերը, որոնք գալիս են ուրեմն մեր հայրենիքի հեռավոր տարածքներից։ Ես իհարկե պետք է ասեմ, որ պետք է յուրաքանչյուրս էլ խոնարհվում ենք այն ծնողների առջև, այն զավակների շիրիմի առջև, որոնք իրենց կյանքը չեն խնայում հայրենիքի խաղաղության պաշտպանության համար, բայց նաև նմանատիպ նախագծերով եւ բազմաթիվ այլ նոր մտածողությամբ մենք պետք է փորձենք նմանատիպ երևույթները կանխել, ավելի քիչ զոհեր ունենալով եւ ավելի մեծ հաջողություններ արձանագրելու համար։ Եվ այս տեսանկյունից, որքան էլ որ դատապարտենք մեր թշնամուն, միևնույն է, նա մնում է թշնամի, մեզ համար անհրաժեշտ է համախմբումը, մեզ համար անհրաժեշտ է Հայաստանում ուժեղացնելու բոլոր այն դիրքերը, որոնք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն եւ այդ համախմբման մեջ դնել նոր գաղափարի, նոր մոտեցումների ուրեմն շեշտադրումները, ավելի այսպես ասած դարձնել արտիական, որոնք հնարավորություն կտան մենք խուսափենք այն ուրեմն բազմաթիվ եւ ինչու՞ չէ այսպես ասած սպասված կամ սպասվող կամ արդեն տեղի ունեցած են զոհերի ուրեմն չափը, որը անգամ անկախ նրանից 1-ն է, 2-ն է, 12-ն է, դա մեզ համար ողբերգություն է։ Ես պետք է ասեմ, որ մեր խմբակցությունը կողմ կքվեարկի այս նախագծին եւ մենք նորից վրան կաշխատենք, եթե կլինեն առաջարկություններ, որոնք հնարավորություն կտան, որ մենք փորձենք հնարավորինս այս նախագծում էլի զետեղելու, էլի առաջ քաշելու, որովհետեւ ջրամբարների խնդիրը դա ազգային անվտանգության խնդիր է եւ եթե հանկարծ մենք փորձենք անուշադրության մատնենք եւ ջրամբարներում ասված ոչ առասե միթունավորման դեպք լինի, սա նշանակում է համատարած ազգը կկանգնի պետությունը ավելի ճիշտ փաստի առաջ։ Դրա համար ես կուզենայի, որ ազգային անվտանգության, չգիտեմ, մարմինների գուցե եւ հսկողության կամ համագործակցությունը նույնպես այստեղ ուժեղացնել, որը մեզ հնարավորություն կտար ավելի վստահ լինել։ Շնորհակալություն, այսքանը։